Լավագույն վարժությունները բոլոր մկանների համար։ Մաս առաջին՝ Quadriceps։ Quadriceps-ը ունի 3 մակերեսային մկան՝ Vastus lateralis, Vastus medialis ու Rectus femoris։ Առաջին երկուսը անցնում են մենակ ծնկի հոդի վրայով, ինչը նշանակում է, որ կատարում են մենակ մի ֆունկցիա, ինչը ծնկի բացումն է։ Rectus femoris-ը անցնում է համ ծնկի, համ կոնքազդրային հոդի վրայով, ինչը նշանակում է, որ կատարում է երկու ֆունկցիա՝ համ ծնկի բացում, համ կոնքազդրային հոդի ծալում։ Quadriceps-ի համար միանշանակ ամենալավ վարժությունը leg extension-ն է, որովհետև աշխատացնում է quadriceps-ի բոլոր մկանները։ Շատ ստաբիլ է, քաշի խնդիր համարյա թե երբեք չի լինում ու հնարավորություն է տալիս մարզել աջ ու ձախ ոտերը առանձին, ինչի շնորհիվ կրանք ավելի բարձր ակտիվացիայի մակարդակի հասնենք ամեն մկանում, որովհետև bilateral force deficit-ը բավականին արտահայտված է quadriceps-ի դեպքում։ Գումարած դրան, այս սարքավորումը համարյա թե բոլոր ջիմերում կա, բայց եթե ձերում չկա, երևի ամենալավ ալտերնատիվան այդ CC Squat-երն է Smith Machine-ի վրա, որը նույնպես հնարավորություն է տալիս բոլոր quadriceps-ի մկանները մարզել։ Նաև ուզում եմ նշեմ երկրորդ վարժություն quadriceps-ի համար, որը նույնպես շատ լավն է, որը reverse Nordic curler-ն են։ Այս վարժության առավելությունը նրանում է կայանում, որ կարողանում ես quadriceps-ը մարզել շատ ավելի ձգված դիրքում, ինչը կարող օգտակար լինի համ stretch mediated hypertrophy-ի համար, համ էլ առհասարակ ծնկների առողջության համար։ Ցավոք այս վարժությունը նենց setup անելը, որ ծնկները գետնից չբարձրանան, շատ դժվար է։ Կարելի է խնդրել ինչ-որ մեկին, որ ծնկները սխմի գետնին ու ֆիքսած պայի։ Եվս մեկ շատ լավ վարժություն, որը հնարավորություն է տալիս թիրախավորել rectus femoris-ի կոնքազդրային հոդին մոտիկ հատվածը, այդ hip flexion-ներն է։ Ամենահարմար տարբերակը սրանք անելու համար, որ ես գտել եմ այդ Smith Machine-ի վրա է, ձեռքով բռնվելով ստաբիլության համար։ Squat pattern-ները ես առհասարակ չեմ համարում շատ լավ տարբերակ հենց quadriceps-ը թիրախավորելու համար, որովհետև ստեղ չի աշխատելու rectus femoris-ը antagonist inhibition-ի պատճառով։ Ու նաև voluntary activation deficit-ը բավականին արտահայտված է լինելու։ Այսինքն հենց quadriceps-ում այդքան բարձր ակտիվացիայի մակարդակի չենք հասնելու։ Սակայն այդ չի նշանակում, որ առհասարակ squat pattern-ները անիմաստ են կամ ընդհանրապես չեն աճեցնի quadriceps-ը։